Հայկական առաջին կրիպտոարժույթը Fast Token-ը շուկա մուտք գործելուց 2 տարի անց գրանցել է իր ամենախոշոր եւ որոշ գնահատականներով պատմական անկումը։ Մեկ օրում դրա գինը նվազել է ավելի քան 50%-ով, $4.5 իջնելով ընդամենը $2.28։ Fast Token-ի անկումը գրանցվել է այն պահին, երբ համաշխարհային շուկայում մյուս գրեթե բոլոր կրիպտոարժույթները թանկանում էին։ Հայկական ծագմամբ թվային ակտիվը շուկայում հայտնվեց 2023 թվականին եւ դարձավ իսկական բում։ Բազմաթիվ մարդիկ սկսեցին գնել այն, իսկ ընկերություններից մեկը աշխատակիցների ցանկությամբ նույնիսկ աշխատավարձը սկսեց վճարել Fast Token-ով։ Սակայն 2 տարվա անընդհատ աճից հետո գինը մեկ օրում ընկավ գրեթե կիսով չափ, ըստ ընկերության պատճառը խոշոր սեփականատերերի զանգվածային վաճառքներն էին, որոնք ճնշում գործադրեցին գնի վրա։ Ըստ Fast Token-ի թիմի, սա կարճաժամկետ տատանում է, գինը ձևավորվում է պահանջարկի եւ առաջարկի հիման վրա։ Պահանջարկի աճը բերում է բարձրացման, իսկ զանգվածային վաճառքները կարող են բերել արժեզրկման։ Միաժամանակ Fast Token-ը հերքել է տարածված պնդումները, թե սեպտեմբերին տեղի ունեցել զանգվածային անլոքեր։ Սա այն գործընթացն է, երբ նախապես արգելափակված կամ սառից Fast Token-ները դառնում են հասանելի վաճառքի կամ փոխանցման համար։ Ընկերության խոսքով նման ապա-արգելափակումներ չեն եղել, ինչը ցանկացած օգտատեր կարող է ինքնուրույն ստուգել բլոկչեյնի միջոցով։ Fast Token-ը նաև շեշտում է, որ հիմնադիրներին հատկացված բաժինը դեռևս փակված է եւ մնում է Ethereum ցանցի թափանցիկ պայմանագրում։ Այս հանգամանքը ըստ ընկերության ապահովում է ամբողջական վստահություն եւ թափանցիկություն FTN-ի նկատմամբ։ Միջազգային շուկայում Fast Token-ը առկա է եւ գրանցված է համաշխարհային կրիպտո հարթակներում, սակայն այն դեռևս չի մտել խոշորագույն բորսաների ցուցակ։ FTN-ը հիմնականում շրջանառվում է FastEx էկոհամակարգում եւ մի շարք միջին հարթակներում, ուստի համարվում է ավելի նեղ էկոհամակարգային token, քան գլոբալ մակարդակով լայնորեն ընդունված կրիպտոարժույթ։ Ըստ շրջանառվող վարկածի, իշխանությունը կարող է փորձել օգտագործել FTN-ի անկումը կամ վերականգնումը որպես քաղաքական գործիք, ցույց տալու կամ տապալված տնտեսական կառավարում, կամ հակառակը սեփական արդյունավետությունը։ Այս պահին հստակ պատասխաններ չկան, սակայն ակնհայտ է, տեխնոլոգիական վահանի հետևում կարող են թաքնված լինել քաղաքական ազդակներ, եւ թե ուր կհասնի այս նոր թվային մակարդակով սկսվող պատերազմը դեռևս պարզ չէ։ Նանա Հիրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։